Ես ըստ ավանդույթի եկել էի իշխանական գոլեգաներին մի քիչ իրավագիտության խորհուրդներ եւ գիտելիքներ փոխանցեի, բայց ստիպված պետք է կրկին անդրադառնամ այս մարդկանց արած խոսքերին եւ ռեպլիկներին։ Առաջինը մի քանի անգամ հնչեց, որ եթե Մայր Հայաստանը գա եւ մասնակցի այս հանձնաժողովում, դրանով ցույց կտա, որ իրապես պայքարում է արտարության համար։ Նույնս հնչեց հանձնաժողովի նիստի ժամանակ, հարգելիներս իրականությունից շատ հեռու եք, որով մեկի ռեյտինգը չի կարա բարձրանա ձեր հետ համագործակցելու պատճառով։ Հակառակ էֆեկտը վստահ եմ կլինի։ Երկրորդ բանը, պարոն Գալջյանը ստեղ եկել ասում է, մենք դուք մեզ մեղադրում եք, որ դատարանները մեր ձեռքերում է, բայց չկա նման բան, մենք օրենքով ենք շարժվում, լուրջ։ Այդ ո՞նց է լինում, որ հենց իշխանականներն են իրենց լկտիաբարբարում, մարդ են ծեծում, հայոյում են, կոռուպցիայում են խառնվում, մի հատ ռեալ սանկցիա չկա, մի հոգի բերդ չի հասնում, բայց հենց օրինակ ամենամեծ, ամենահարուստ, փաստացի ամենահաջողված հայ բիզնեսմենը աշխարհում ուղղակի ասում է կմասնակցեմ իմ ձևով եկեղեցու պաշտպանության հարցում, որովե ահաբեկչական սպառնալու, որովե կոչ չի արել, մարդը կարծիք է հայտնել։ Այս բանին արդեն ԱԱԾ-ի պատվելում է այդ մարդը։ Սա արդարադատություն է, հա? Կամ որ ունենք վեհապար, Ադրբեջանն է ունի Փաշազադե, գուշակեք ում հետ է համատեղ աշխատում Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյան Փաշազադե բռնում էլ է, տեսնում եք։ Այսինքն դուք եկել եք մեզ համոզում եք, որ հայկական եկեղեցուն քարկոծելու, ամենամեծ բարերարներին բռնաճնշումների ենթարկելու քաղաքական միավորի հետ աշխատելը դրական արդյունք է տալու։ Մենք ձեր հետ որևէ համագործակցելու եզր չունենք։ Եվ ամոթ նրանց, ով որ ունի, մենք պայքարում ենք ձեր դեմ, մենք ոնց կարանք ձեր հետ համագործակցենք, ձեր հետ նստենք, ինչ-որ հանձնաժողովում աշխատենք։ Հանձնաժողովում կարելի է աշխատել նրանց հետ, ում վստահում ես, ում նպատակները կարծում ես, որ բարեխիղճ է։ Հիմա քաղաքային մասշտաբով եւ մակարդակով ասեմ, թե դուք ինչ հեռու եք արդարադատությունից եւ ռեալ արդյունավետ համագործակցությունից։ Այսօր ինչ որ տարբեր բաներ է խոսվում, ավականին սենց, ավականին նենց, ընդդիմությունը չի աշխատում։ Ես խիստ կասկածում եմ, որ այս երկրում երբևիցե եղել է որևէ քաղաքական ընդդիմադիր միավոր, որը ավելի շատ արդյունք է տվել թղթի վրա, քան թե մենք։ Երբ որ մարդիկ գնում են, չգիտեմ, ամեն մեկ իր անձնական շահի այս կամ այն հարցի համար մտնում է դատարան, ի տարբերություն դրա մեր դատական գործերը, որոնք ուղղակի գործեր չեն, այլ հաղթանակ կրած գործեր են, հանրության շահերն է սպասարկում։ Ապօրինի թանկացրեցիք, կարմիր գծեր, դատարանում երկու անգամ հաղթեցինք։ Հիմա այսօր նախագիծ եք բերել, որ լիազորագիր տակ, որ փաստաբանը ձեր կանա ներկայանա դատարանում, խի եք բա հիմա բերում։ 2 տարի առաջ 3 գործով արդեն այս բանը կա։ Դուք ամեն ինչ անում եք ձեր քաղաքական նպատակահարմարության համար, արդարադատությունը դրա հենասյունը չի, ձեր կոմֆորտն է դրա հենասյունը, դուք տեսնեք ոնց է ձեզ հարմար։ Կարմիր գծերի գործով արդեն դուք 7 տարի է իշխանություն եք, բացահայտ կա իրավական կազուս, տեսնում եք, որ օրենքը ընենց է գրված, որ դուք ոնց որ թերի վիճակում եք, գործադիրը ու օրենսդիրը նույն մարդն է ներկայացնում դատարանում։ Մենք Մայր Հայաստան շարժումը իր առաջնորդ Անդրանիկ Թևայանի գլխավորությամբ սկսել ենք ակցիա պայքարելու այս իրավական կազուսի դեմ, որտեղ կան այլ իրավական կազուսներ, եւ դուք որևէ միտում չունեք այդ իրավական թերացումները փոխեք, որովհետեւ դրա ոնց որ շահողը կլինի հարությունը։ Դուժողներ կլինեք դուք։ Եկաք իշխանության հասկացեք, որ թերի օրենքները լավ բան է, հեշտ է լուն ֆռացնել մարդկանց։ Մենք արդեն ասել ենք, որ մենք հաղթել ենք դատարանում, 10 վարչական դատարանի դատավոր կոլեգիալ 2 վճիրով ասել է, որ ձեր թանկացությունը ապօրինություն է։ Մենք ոչ թե ուղղակի կոչ ենք անում, այլ մեր օրինակով ցույց ենք տվել մեր քաղաքացիներին, որ գնում ենք, կայանում ենք, չենք վճարում, թո տուգանքը գա, տուգանքը մեր վճիրով հետ միասին տանելու ենք թե քաղաքապետարան, թե դատախազություն, թե դատարան։ Քաղաքացիներին է կտանք այդ պետքական ինստրուկտաժները։ Այսօր եկել եք ստեղել ինչ որ խոսում եք մանդատից զրկելուց, ախր դուք իրավունք չունեք մանդատ զրկելու։ Մենք արդեն ունենք փաստ, դատական վճիր, մեր գործընկեր եւ մնացած 25 վայրկյան ունեմ։ Սոնա Աղեկյանը եւ մնացած բոլոր մեր ընդդիմադիր գործընկերներին, ում որ ռեպրեսիոնիստական կարգով, ապօրինի կարգով զրկեցիք մանդատից, տարան դատարան հաղթեցինք։ Ամեն տարի 20-30 միլիոն բարձրացնում եք իրավական ձեր վրա հաղթանակների բողոքարկելու վճարները։ Փոխանակցեք որակյալ աշխատել, որ անընդհատ չպարտվեք դատարանում։
Դուք արդարադատության հետ կապ չունեք։ Այս հանձնաժողովն է շոույա։ Ու այո, ձեզ մնացել է 1 տարի ու նսեմացնելով սեփական եկեղեցու հեղինակություն ու նսեմացնելով սեփական ազգի ամենաարժանավոր զավակներին, կրկին ցույց եք տալի, որ ձեր ղեկավարները կողքի երկրում են, ստեղ չեն։